հեռուստաընկերության եթերում Իմպուլս Փոդքասթն է, բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ժառանգություն կուսակցության հիմնադիր նախագահ Ռաֆի Հովհաննիսյանին։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, որ հյուրընկալվել եք։ Բարև մեն, գարոդել եմ ձեզ Վանաձորը լորվա աշխարհը, շնորհակալություն որ հրավիրեցիք։ Շնորհակալ եմ, որ ընդունում եք մեր հրավերները։ Պարոն Հովհաննիսյան, դուք անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարն եք եղել, նայելով ետ, ձեր կայացրած որոշումներից, որն էր ամենաճիշտը և որն էր ճակատագրական սխալ երկրի և անձնապես ձեզ համար։ Այսպես գոյաբանական խորքով որոշումը, որը ես կարծում որ ճիշտ էր մեր ընտանիքի համար, Հայաստան դառնալն էր, Հայաստան վերադառնալն էր, Սփյուռքում ծնված, բայց Հայաստանով ապրող մի ընտանիքում, մի Գերտաստան որոշեցինք արդեն 80-ական թվականների վերջին մեծ երկրաշարժին զուգահեռ նաև Արցախյան շարժման օրերին որոշում կայացնենք մեր ընտանիք հանդերձ վերադառնալ Հայաստան, իմանալով իհարկե, որ թեև Աստծո դրված մեր հայրենիքն է, գունենանք դժվարություններ, ֆրուստրացիաներ, հիասթափություններ, հարվածներ, բիդագավորումներ, բայց բոլոր դեպքերում սա մերն էր։ Դա ամենաճիշտն էր, թեև ընտանիքի համար որոշ չափով կոնե նյութական առումով որոշ դժվարություններ առաջացրեց։ Դժվարանում եմ ասել, թե ճակատագրական ինչ որոշում կայացի, որը էապես սխալ էր, կարելի է ասել, որ ունեմ իմ մորս Վարդիթեր Կոչոլոզյանի այսպես ողնաշարային սկզբունքայնությունը, երբ որ ես տեսնում եմ անարդարություն, անիրավություն, պայքարում եմ դրա դեմ, բայց երբ որ ես այդ հավաքականի այդ թիմի մեջ եմ, ես չեմ կարող անիրավ հրաման իրականացնել։ Եվ դրա համար հետադարձով որոշ դեպքեր եղել են, որ միգուցե ես ավելի դիվանագետ լինեի, ավելի մնայի բաշտոնի կամ պետական կամ չգիտեմ հասարակական գործունեության մեջ, իմանալով, որ պայքարը այդ 100 մետրանոցը չէ, մարաթոն է եւ այդ նվիրումը հանձնարարությունը երկարատևի համար է։ Մեկ շատ շուտ եմ հիասթափվում, հուսախաբվում, թեւաթափ չեմ լինում, երբեք չեմ անցնում, բայց ես կարծում որ այդտեղ իմ զգայունությունը մի քիչ սխալ է մեկ։ Անկախության 30 եւ ավել տարիներ ունենք այսօր անկախություն, թե դեռ այն կերտելու կառուցման փուլում ենք եւ արդյոք ունենք պետություն, պետականություն, չէ՞ որ որոշ քաղաքական ուժեր, մարդիկ ասում են, որ նոր ենք ստեղծում պետություն։ Դե հիմա բադիվ ունեիմ հորս Վիճիտ Հովհաննիսյանի ներկայությամբ մեր բոլորի անունից, մեր դարաբաց բաբերի, հայրենազրկված բաբերի, մեր թերթ ծնված երեխաների թորնիկների համար բարձրացնել մեր պետական դրոշը մագի առջև 92 թվականի մարտի 2-ի։ Դա խորհրդանշում է մեր պետության կայացումը եւ իր ճանաչումը միջազգային հանրության կողմից։ Դրա համար պետությունը ինքը կայացավ ըստ օրենքի դե յուրե եւ գոյություն ունի Հայաստանի մեկ եւ միասնական հանրապետությունը։ Այլ հարց է, որ ինքը կատարյալ չէ, ինքը շատ հեռու է կատարյալ լինելուց։ Եվ այդ դրոշակի իմաստավորումը հենց դա է, դա որ բարձրացավ, դա մի այսպես գեղեցիկ երակոյին ինչ որ գդոր չէ, դա մի խորը քաղաքակրթություն, աշխարհին անվտանգություն, իրավունք, մշակույթ, տնտեսություն, քաղաքականություն դվող մի երկրի խորհրդանիշն է եւ մեր ներքին վրիբումների, մեծ ու փոքր սխալների, անարդարությունների բերմամբ մենք մինչև հիմա այսպես իգադար չենք ածել այդ պոտենցիալը, որ մենք ունենք որպես Հայաստանի Հանրապետություն, ինքնիշխան, տարածքայնորեն ամբողջական, իր քաղաքացիների իրավունքները պաշտպանող, բայց պետք է ասեմ, որ ցավոք սրտի մենք այն գործնելու նախաշեմին ենք, եթե այսպես շարունակենք։ Եթե այս հորձանուտը, որի մեջ մենք ապրում ենք, թե ներքին բարակտվածությունը, թե անհանդուրժողականությունը, թե անիրավությունը, եւ թե արտաքին ճակատի վրա
այդ մեծ սխալներ, որ դեղի ունեցել են, եթե դրանք շարունակվեն, եթե մեր ներսից փոփոխություն չլինի, թե իշխանության, թե ընդդիմության, թե շարքային քաղաքացիներ աշխարհի փոփոխություն չլինի, ես վախում եմ, որ կարող է դրոշակ այնտեղ ծածանի երկար տարիներ, քանի մագը լինի, բայց ըստ էության Հայաստանի ամբողջական հանրապետություն, որը իմաստ ունի, որը ինքնություն ունի, որը հետաքրքիր ունի եւ աբակա, ինքը կարող է եւ չլինի։ Կարող մեր թշնամու ցանկությունը Աստված չանի, հեսա ուղղակի տեսականորեն եմ ասում։ Ամեն ինչ պիտի անենք, որ Հայաստանի հանրապետությունը չդառնա Երևանյան հանրապետություն, կամ մի փոքր, այսպես ամփոփված մի երկիր կամ տարածք, որը ազդվում է այս կամ այն հարևանի կամ հակառակորդի կողմից եւ չունի սեփական օրակարգ, շահի գիտակցում եւ իրավունքի իրացում։ #հրապարակ նետված շրջանառության մեջ արդեն դրված երրորդ հանրապետություն գաղափարի հետ։ Դե չգիտեմ, քանի երրորդ են շրջանառում ներկայությամբ, կարծում եմ որ դա ավելորդություն է, հրեդորապանություն է, քարոզ է, սեփական իշխանությունը առանց հիմքի կարևորելու փորձ է եւ մենք ունենք մեկ Հայաստանի Հանրապետություն մեկն է եւ ինքը հրճակվել է 18 թվականին, ինքը վերահրճակվել է, մենք էլի մեր վերանգախացել ենք, ինքնորոշվել ենք 91 թվականին եւ ես կարծում եմ որ անիմաստ է այդ համարակալումը, դա միայն գնում է ինչ որ մի խմբակի կամ մի մարդու առաքելության կարևորման ուղղությամբ եւ այնտեղ է նաեւ մեր հիվանդությունը, այդ հայկական հիվանդությունը պետք է մեզնից դուրս հանենք։ Պարոն Հովհաննիսյան, բոլոր դեպքերում այսօր մի իրավիճակ ունենք, որ 2018 թվին լիարժեք իշխանափոխություն է տեղի ունեցել։ Արդյոք փոխվել է քաղաքական համակարգը եւ արդյոք այնպես է փոխվել, որին ձգտում եք դուք։ Լավ հարց է։ 2018 Դեք ինչ քաղաքականությունը մի ֆոտո չէ, մի բահի արձանագրում չէ, ինքը մի շարունակական ընթացք է, քարաթափում է, այդպես կարող ենք ասել։ Եվ դրա համար երբ մենք հետ ենք նայում, մենք պետք չէ մի բահը միայն ընդգծենք, այսպես չափազանցնենք, ֆետիշացնենք, սա մի մեծ ընթացք է։ Մենք պայքար դարեցինք մեր ընդրության բահին, ժողովուրդը 40 օրվա մեջ կողմնորոշվեց, քվեդվեց եւ ունեցավ իր հաղթանակի հույսը։ Այդ ժամանակ կարծում եմ օբյեկտիվ առարկայական պատճառներով մենք ուղղակի ռեսուրսը չունեինք առանց արյան բահել այդ քվեն եւ ցավոք սրտի մենք չկարողացանք 2013 թվականին 40 օրվա այդ պայքարի ընթացքում եւ արդյունքում այդ դրված քվեն մինչև վերջ բահել։ Դա իմ պատասխանատվությունն է, դա իմ մեղքն է, այդ ուժը չունեինք, թեև ժողովուրդը 40 օրվա մեջ ի հետուկը մեծ ճնշումների ինքը կողմնորոշվեց։ Բայց շարունակվեց պայքարը։ Քաղաքացիական շարժումներ եղան, էլեկտրիկ Երևանը, տրանսպորտը, Մաշտոցի բուրակ, Նոր Հայաստան շարժում եւ հետո 18 թվականին եկավ հաջորդ քարը այդ քարաթափման եւ մեծ հույս կապվեց դրա հետ։ Դուք ուզում եք ասել, որ 18 թվի քաղաքական ուժը, որը հաջողեց ավելի շատ ռեսուրս ուներ, քան դուք։ Չէ, ես ասում որ ինքը նաև օգտվեց նախորդ քարերից, քաղաքացիական շարժումներից, նախորդ քարոզարշավներից եւ ինքը ուրեմն կարողացավ թայմինգի ժամանակի ընդրության տեսակետից, նաև սոցիալական այս միջոցների, մեդիաների ավելի հղկված օգտագործման բահով եւ դարբեր արտաքին որոշ նեցուկ հավանաբար գարատը իմ ասած այն է որ հայ ժողովուրդը վերջապես ունեցավ իր ընդհանուր առմամբ իր ազգային ոգու այսպես բորտկումը այդ օրը հայ ժողովուրդը ունեցավ իր օրը եւ այդ օրվա հետ այդ ակնկալիքի հետ շատ մեծ հույսեր կապվեցին թե փոփոխություն համագարկային, ազատություններ, իրավունքներ, հորի парքերի բացառում, ազգային շահ, Արցախի խնդրի լուծում եւ այլն, բայց ցավոք սրտի այդ հանձնարարությունը, որը վերցվեց այդ ժամանակ, տարիների ընթացքում տեսանք, որ լուրջ չէր, որ դադարգեր
եւ շատ չափումներով այն արադները, որի համար քննադատում էինք նախորդ իշխանությունները, այս իշխանությունները ընդունեցին, խորացրին, համագարկեցին եւ հիմա փաթեթավորված իրենք դարաբում են այդ նույն բարդություններից, այդ նույն հիվանդություններից, այդ նույն հորի փառքերից, որի մասին մենք խոսում ենք նախկին իշխանությունների վերաբերյալ։ Դուք Հայաստանի քաղաքական դաշտին նվիրեցիք հիանալի կադրեր։ Գաղտնիք չէ, որ այդ կարճ ժամանակահատվածում դուք հզոր կադրային մի բազա ստեղծեցիք եւ ազգային ժողովում ներկայանալի մի թիմ, սակայն այսօր այդ մարդիկ տարբեր ճամբարներում, ես նույնիսկ կարող եմ անուններ թվարկել, Անահիտ Բախշյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Ստյոպա Սաֆարյան եւ այլն, այս մարդիկ տարբեր տեղերում են, գոնե երկու հոգի միասին մի տեղում չէ։ Արդյոք կհամախմբվեն նրանք դարձյալ ձեր շուրջը, թե այլևս դուք նրանց կարիքը չունեք։ Կարիք չկա որևէ մեկի շուրջ հավաքվել։ Նույնիսկ երբ որ խոսում ենք այսօրվա համապետական լուծումների մասին, մեզ փրկիչ պետք չէ, մեզ այս նոր տեխնազուներ, որ պետք է լինեն, դրանք փրկիչներ չեն։ Պետք է լինեն հավաքական առաջարկ մեր ժողովրդին, որ տեսնեն, որ թիմային պատասխանատու հաշվելու մի թիմ կա, որը ինքը լուծում կտա Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Հիմա նոր թիմ ունեք։ Հիմա ժառանգությունը ունի իր կադրերը երդասարդ, բայց ես համարում եմ, որ ժառանգությունը առանցին վերցրած, ինչպես որ ցանկացած այլ գազམավորում առանցին վերցրած, հարց չի կարող լուծել եւ պետք չէ լուծել։ Մենք պիտի գնանք ստեղծագործական նոր թրիչքների, նոր բանաձևերի ժամանակագից, ամեն մեկը իր եսից դուրս պիտի տեսնի լուծումը եւ միայն մարդու մի մարդով պիտի չպայմանավորվի։ Հիմա այդ անունները որ դուք տվեցիք, իրենք եղել են ժառանգության անդամ, մի մասը պատգամավոր, մի մասը լիդերներ եւ այլն, իրենք եղել են մտել են խորհրդան իմ ղեկավարացուցակով եւ քանի ես գայի այդտեղ թե ասենք ազգային թևը եւ ազատական թևը համագործակցում էին, մերվում էին, ընդհանուր խաչմերուկ գտնում էին։ Բայց երբ որ եւ սա նաեւ վերադառնում ենք այդ հարցին, որ ասացիք, թե հարցրեցիք, թե ինչ է զղջումներից մեկը, ես ըստ էության ժողովրդավարական մարդ եմ, Արցախի հարցը։ Չէ, դեմոկրատ մարդ եմ, ուզում ասեմ, որ ես հանդուրժում էի ամեն մեկի դեսագետը, լիդերությունը, հավակնությունները եւ երբեք չէի բռնանում մարդկանց վրա։ Եվ երբ որ ես որոշեցի, որ գիտեք ինչ, կամ պիտի մենք գայանանք որպես հավաքական թիմ, ոչ թե անհատների մի շարան, եւ տեսանք, որ ամեն մեկը ունի իր կյանքի ճանապարհը, մեկը գնաց այս ուղղությամբ, մեկը գնաց մյուս ուղղությամբ, մեկը շատ լավ աշխատանք է անում այսօր, մյուսը ինձ համար մի քիչ անընդունելի, այո, ասեն ինձ համար խիստ տարօրինակ, ժառանգության հետ աղերս չունեցող, եւ դրա համար ինչ ասեմ, դրա համար ես բարին եմ մաղթում, միգուցե ի վերջո մեղքը եւ պատասխանատվությունը իմն է, հա, ես չեմ մեղացում որևէ մեկին, թեև ես պիտի առաջարկեմ, որ ամեն մեկը, որ հիմա խոսում է, որ գրում է սոցիալական մեդիաներում, չգիտեմ, ինչ որ կոմենտներ է տալիս, լայք է տալիս, հայոյում է, չգիտեմ, ինչ է անում, նոր այսպես նարատիվների համապատասխան, իրեն ամեն մեկը թող իրենով է սկսի, թող ինքն իրեն նայի։ Արցախի հարցը այս բահը պիտի կար, եթե մենք ի սկզբանե մենք չճանաչեինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը, որպես Հայաստան եւ հետո ապա միջազգային հանրություն, եթե ոչ 91-92, առնվազն 94 թվականին, երբ ունենք Գերագոմ զինաթաթար, մենք պիտի գայինք այդ վիճակի, որ մեր հակառակորդ հարևանը պիտի պատրաստվեր, մենք ներքուստ պիտի սպալվենք բանակցային պրոցեսներով, իրար միս ուտելով, անհանդուրժողականությամբ, անփաստանություններով, պատասխանատվությունը մյուսի վրա միշպարտելով եւ այդ բարդված թշնամուն մեզ թվում էր բարդված թշնամին պիտի դարիների ընթացքում պատրաստվեր եւ արդեն մեր թույլ բահին, երբ որ մենք չենք կարողացած pedagogian այդ պոտենցիալը իրացնել, pedagogan գազམավորումը կա, բայց երբ որ ըստ էության բովանդակային պետություն չենք իրականացրել, իրենք այդ բահը օգտագործեցին։ Եվ ցավոք սրտի այն ինչ որ մենք միասին
գերդեցինք այս 30 դարվա ընթացքում, մենք կորցրեցինք մեր աչքի առջև ոչ թե ինչ-որ գայսրության օրոք օսմանյան թե ռուսական, մեր pedagogical պայմաններում եւ օրերին մենք հայրենազրկվեցինք եւ մենք մեղսագից ենք, մենք բոլորս եւ առաջի հերթին օրվա իշխանությունը։ Այսօրվա արտաքին քաղաքականությունը ինչքանով է ձեզ համար ընդունելի կամ անընդունելի, հատկապես որ քայլեր են արվում հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալու ուղղությամբ։ Գիտեք ինչ, առաջի օրվանից բոլոր իշխանությունների օրոք, որին ես ընդդիմադիր եղել եմ տարբեր չափումներով իհարկե, ընդրական, ժողովրդավարական, չգիտեմ տարբեր Արցախի հարցով, բայց պիտի ասեմ, որ բոլոր իշխանությունների օրոք միշտ եղել է այդ շատ չափավոր եւ հասուն որոշումը, որ կարելի է ցեղասպանության հարց բարձրացնել, պահանջել մեր իրավունքների ճանաչումը, բայց միաժամանակ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետևից գնալ, չբացառել։ Եվ բոլոր իշխանությունները տարբեր շեշտադրումներով իրենք գնացել են այդ ուղղությամբ եւ միշտ Թուրքիան է, այսինքն Թուրքիան, որ իրականացրել է հայրենազրկումը, ցեղասպանությունը, որը շղթել է, որը փակել է սահմանը, ինքն է, որ ամենադարբեր նախապայմանները առաջադրել է առաջին իսկ օրվանից մինչև օրս։ Բայց դրա համար ես ասում եմ այդ բահով ես չեմ կարծում, որ նորություն կա այսօր։ Ավելին կասեմ, ես չեմ կարծում, որ այդ ահավոր կապիտուլացիայի օրվանից հետո, նոյեմբերինից հետո մենք ընդհանրապես չունենք արտաքին քաղաքականություն։ Մերը դեպաբես միագոմանի ուղագի կամ անուղագի հրամանի, հրահանգի, նամյոքի, ագնարգի ստացումն է եւ իշխանություն բահելու համար զիջում, հանցնում։ Դա հողի հարց է, դա մարդկային կյանք է, դա զինվորներն են, դա սահմանադրության փոփոխության խնդիրն է, Մինսկի խմբի լուծարումն է, մասի սարն է, գուցե հազարում չափումներով մենք տեսնում ենք, որ մենք չունենք ինքնուրույն, ինքնիշխան երկրի արտաքին քաղաքականություն եւ դա պետք է փոխվի։ Եվ դա բնավ կուսակցական ագնարկ չէ։ Մեր բոլոր իշխանությունների օրոք մենք ունեցել ենք մեծ թերություններ, ունենք երկուսակցականացված մոտեցումներ, բայց այս մարդիկ եկան իշխանության 7 տարի առաջ այդ ամեն ինչը փոխելու համար եւ փոխանակ փոխեն խորացրին, ամփոփչացրին այդ պատետը եւ Հայաստանը զրկեցին ինքնուրույն, ինքնաբավ, ինքնիշխան Հայաստանագենտրոն քաղաքականություն դանելու հնարավորությունից։ Բայց տեսեք, այն ժամանակ դուք կմտածեիք ձեր իշխանության օրոք, որ դուք արտգործնախարար եք եւ հետագայում նաեւ ձեր ընդդիմադիր տարիներին, որ կգա մի օր, որ մենք Ադրբեջանից հացահատիկ կստանանք, հեղուկ վառելիք կստանանք, տեսեք, սա արտաքին քաղաքականության հաջողություն չէ։ Գիտեք ինչ, դժվար է ասել, որ ես իշխանության եղել եմ, մի տարի արտգործնախարար եմ եղել եւ հետո սկզբունքի հարցերով դուրս եմ եկել։ Այո, բոլորս հիշում ենք։ Բայց կուզեմ ասել, որ ես յուրաքանչյուր իշխանության մոտ տեսնում եմ թե իր վաստակը, իր ձեռքբերումները, թե իր մեծ սխալները, որոնք ժառանգաբար շարունակում են։ Այն ժամանակ եւս շրջափակման պայմաններում գար սովի վտանգ, մեր բահեսները ծորեն միայն մի օրվա բահեստ ունեն եւ հարց կար թե այդ որտեղից պիտի գար այդ ծորենը։ Թուրքիայից, ինչպես իշխանությունը վերջում որոշեց ընդունել Թուրքիայից եվրոպական ծորենը, ես գոմնագից էի Իրանից եւ խոսեցի Իրանի նախագահ Ռաֆսանջանիի հետ, որ իրենց միջոցով ստանանք, ինքը համաձայնվեց, բայց Հայաստանի pedagogan որոշումը այն ժամանակ թուրքական ծորենն է, կամ Թուրքիայի միջոցով ծորենն էր։ Դա ներկայացնել որպես ձեռքբերում եւ կամ առավել եւս զուգահեռ անել այսօրվա այդ բանի հետ ես կարծում եմ անհիմն է, կարծում եմ որ ժամանակավրեպ է ընդունել Ադրբեջանից որևէ նյութական բարիք կամ փոխանցում, քանի մենք ունենք քաղաքական բանդարգյալներ, գերիներ Բաքվում, հիմա հայաստանյան քաղաքական բանդարգյալները այս բարբերության մեջ չեմ ընդգրկել, հիմա խոսում ենք դրա մասին, քանի իրենք օկուպացրել են ոչ միայն Արցախը, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, մեր մշակութային գոտողները, մեր ժառանգությունը, քաղաքակրթական, մեր եկեղեցիները իրենք բռնազավթում են եւ ձևախեղում են, եւ նաեւ ունենք այդ քաղաքական գերիները, բանդարգալները,
Ես կարծում եմ, որ ժամանակավրեպ է նման բաներ։ Դուք իմ հաջորդ հարցը գուշակեցիք, այո, ես ուզում եմ խոսենք Բաքվում գտնվող մեր ռազմագերիների մասին։ Դե ինչ ասենք, մեր նշեն Ադրբեջանի պետական խարանն է, դա նաև մեր ցավն է եւ ինչ որտեղ մեր խարանն է, որ մենք հանդուրժում ենք, որ գնում ենք բանակցային վիճակների, զիջումների, գառուցողական լուծումների, չեմ ասում, որ մենք պիտի չխոսենք կամ իրադեսական չնենք, բայց քանի թե ռազմագերիները կան, այդ բադանտները կան, յուրաքանչյուր հայի եւ հայ իշխանության արժանապատվության եւ խղճի հարցը պիտի լինի իրենց ազատ արձակումը եւ մեծ ցավ է որ հիմա ես գնում եմ եւ փորձում եմ հայկական մոդեցումներ իրավունքներ ներկայացնել միջազգային ադյաններում ամենատարբեր երկրամասերում մեծ ցավ է որ իմ շեշտը ոչ միայն Ադրբեջանի վրա պետք է լինի այլ դրա զուգահեռը որ ստեղծվեց Հայաստանում մենք միշտ ունեցել ենք իհարկե քաղաքական բանդարգյաններ միշտ բոլոր իշխանությունների օրոք բայց այսօր առավել քան երբևէ եկեղեցու սպասավորներ, հոգևորականներ, բարեգործներ, ընդրված համայնքապետեր, լրագրողներ, իրավապաններ, կուզեմ շարքային մարդիկ, ովքեր դարբեր տեսակետ, դարբեր մոդեցում են ներկայացնում, իբր թե ժողովրդավարական նոր շրջանի լույսի ներքո, հենց ամենաոչ ժողովրդավարական վերապերմունքի են արժանանում եւ ցավոք սրտի մենք նախա ավտոկրատիայի նախաբռնադիրական իրավիճակում ենք երբ որ ներկայանում ենք դրսում որպես դեմոկրատներ բողոքում ենք կամ չենք բողոքում նայած թե ով ենք ինչ ենք Ադրբեջանից նշում ենք որ ունենք այնտեղ քաղաքական բանդարգյաններ որոնք որպես նախաբայման պետք է դուրս գան մինչև որևէ այլ Հայաստանը կատարի այս միաժամանակ մենք այդ նույն թերությունները այդ նույն բանդարգյանները այդ նույն ազատ խոսքի սահմանափակումները մենք կատարում ենք հենց մեր տան ներսում իբր թե ժողովրդավարական իշխանության օրերին Ժառանգությունը նորովի է հանդես գալու, որքան հասկանում եմ, եւ նոր թիմով, բայց պարոն Հովհաննիսյանի դեմքով բնականաբար, ինչ ուղերձով եք նորովի, դուք դուրս էլ չեք եկել, կարելի ասել, քաղաքական դաշտից, պարզապես պասիվություն մի քիչ, հա, երևի ցուցաբերել եք։ Ընդունում եմ նկատողությունը, ժառանգությունը լավ թե վատ ստանդարտ գուսակցություն երբեք չի եղել։ Ինքը եղել է քաղաքապարախոսություն, որը շատ առումներով վերգուսակցական է։ Ես էի, երբ որ այդ հարթակի վրա է եւ մեր փիքային ժամերն էին։ Մարդիկ Ռաֆի էին ասում, ես չէ, Ռաֆի չէ, Հայաստան, մենք Հայաստան պիտի ասենք։ Մարդիկ ասում էին ժառանգություն, ես փոխում էի վերգուսակցական գարկախոսի, որտեղ եթե մենք երբևէ պիտի հաջողենք եւ մենք առաջիկայում շատ լուրջ փորձություն ունենք ազգովի եւ սա վերաբերում է թե գործող իշխանության, թե ընդդիմության եւ առաջ երթի մեր ժողովրդին, մենք պիտի հասկանանք, որ գուսակցությունները դրանք միջոցներ են, գործիքներ են եւ ժառանգությունը ինքը ցույց է տվել, որ ինքը իր գուսակցականության համար չէ։ Ես դարվա մեջ դասնյակ անգամներ գնում եմ ժառանգության անվան տակ ելույթ եմ ունենում Հայաստանի հարցերով, իրավունքի, ներքին, արտաքին եւ այլն։ Մի անգամ դուք չեք լսել, որ ժառանգությունն է խոսել։ Ուզում ասել, մենք մեր գործը ոչ ստանդարտ ձևով սուսուփուս անում ենք։ Հիմա միգուցե քաղաքական գուսակցության համար դա այսպես դասական մոդեցում չէ, բայց պիտի ասեմ, որ մենք անցյալ ընտրություններին համապետական չմասնակցեցինք, որտեղ համարում ենք, որ դա բոլոր գոմերից ընդրահանտես էր, դա արդեն վճռված մի ընթացք էր, որ պիտի ուղղակի իրավագարկ գարկավիճակ, այսինքն լեգիտիմություն պիտի դա գործող իշխանությանը չմասնակցեցինք։ Հիմա ստանդարտ գուսակցությունը դա պիտի ասեմ, որ դա քաղաքագիտական մոդեցում չէ, դա ինչ է նշում, դու եթե գուսակցությունից պիտի մասնակցես։ Կուզեմ ասել, որ այդ չմասնակցելը մեզ վրա մի փոքր թանկ նստեց, որտեղ մի քիչ հերացանք ժողովրդի աչքից, չմասնակցեցինք եւ արդեն բոլոր լրատվամիջոցները ի դարբերություն ձեզ այնպես չէ որ մեզ մոտ բաց են, մեզ հրավիրում են
Եվ դա վերաբերում է ոչ միայն իշխանության, հերոստատեսության, դա վերաբերում է ընդդիմադիր եւ նաեւ իրենց ազատ անկախ համարող որոշ այսպես գործակալությունների։ Խնդիր չունեմ, եթե հետաքրքիր չէ, անկախ տեսակետը խնդիր չէ, բայց կուզեմ ասել, որ այդ пассивությունը ընդունում եմ որպես նկատողություն, բայց ունի նաեւ իր արարքայական բացատրություն։ Եվ առավել եւս, որ ժառանգությունը ելի իր անվան հավատարիմ մի շրջան գար շատ ցավալի, արյունալի, ողբերգական 1-2 տարի, երբ հայրուրավոր զինվորներ մենք գործեցինք, այսինքն ոչ միայն պատերազմի ժամին, այլ դրանից հետո եւ ուղղակի ժառանգությունը աշխատում էր սուսուփուս առանց գովազդի մեր ընկած հերոսների ընտանիքների հետ։ Բայց հիմա ժամանակն է, դեմը գործընթացներ են համապետական եւ ժառանգության անունից ես չեմ կարող խոսել գաղավարչություն, երդասարդ ճաշնալի մասնակիցներ, իմ կարծիքը այն է, որ առանցին վերցրած որևէ գուսակցություն չի կարող համապետական հարց լուծել։ Այդ մեծ փոփոխությունը, որին գարոտ է Հայաստանը եւ հայ ժողովուրդը, միայն ուժերի գերլարմամբ, համատեղմամբ, քաղաքական, հասարակական, մասնագիտական, քաղաքացիական այս բոլոր այս խոսանքները պիտի ստեղծեն այդ կոնսոլիդացիոն այլընտրանքը, որը ի վերջո պիտի փոխի երկիրը եւ շնչելու հնարավորություն տա Հայաստանին։ Ոչ թե փրկիչ, ինչ անունալ դանք, որ եթե այս մեկը չէ, բա ով, այդ ովը կարող է լինել դուք, ես, մեկ ուրիշը, շարքային երդասարտը, մասնագետ, կարևորը որ թիմը հավաքվի եւ այդ թիմը հավաքական իր պատասխանատվությամբ վերջապես ուղղորդի մեր հասարակությունը դեպի ավելի հանդուրժող, ավելի քիչ բարակված, ավելի հուսադու եւ ավելի իրավադեր ապագա։ Պարոն Հովհաննիսյան, գաղտնիք չէ, որ շատ քաղաքական ուժեր ֆինանսներով, գումարային ինչ-որ հարցերով լուծելով են քաղաքական ասպարեզ գալիս, ընտրություններին մասնակցում, դե պարզ է, միշտ գործող իշխանությունը նաև վարչական ռեսուրս է կիրառում, դուք այն ուժերից եք, որ գաղափար եք միշտ հրապարակ նետել, եւ մարդիկ գնացել են այո գաղափարի հետևից։ Այսօր հասարակությունը մեր ներկայիս շատ փոփոխական է նաև Հայաստանի ժողովուրդը, հայ հասարակությունը կգնա դարձյալ գաղափարի ետևից։ Ես գաղափար եւ իրադեսական լուծումներ, որ մեզ դուրս կբերե այս խոցվածությունից, անջախտից, դեպրեսիայից, նվաստ լինելու այս ահավոր հավաքական այսպես ցածրությունից, որի մեջ մենք կապրենք։ Գաղափարը իր հերթին, բայց այդտեղ մենք ֆինանսական նյութականի բահով մենք միշտ թույլ եղել ենք, դա մեր թույլ կողմը եղել է, եւ այնպես չէ որ դա կարեւոր չէ, դա նույնպես քաղաքական պայքարի մաս է։ Բայց առանց դրա ձեր ետևից եկան մարդիկ։ Այո։ Կուզեմ ասել, որ այդ ամեն ինչը կարեւոր է եւ դրա համար պիտի ուժերի, անհատների, ոչ միայն գուսակցությունների, այլ ամենադարբեր հասարակական հոսանքների համատեղ պայքար լինի, որտեղ այդ ռեսուրսների ավազանը ամփոփչանա եւ կարողանանք ձեր ասած ադմինիստրատիվ ռեսուրսի, չգիտեմ, գործող իշխանությունների արդեն փորձված եղանակներին դիմանալ, դիմադրել, հաղթահարել եւ դուրս գալ ամենակարևորը մեր ճակատագրապաշտությունից, մեր ֆատալիզմից, որ ամեն ինչ վճռված է, արդեն սա է մեր ճակատագիրը, սրան ենք մենք արժանի, այդպես չէ, մեր ձեռքում է։ Մենք որպես ժողովուրդ, որպես պետություն, որպես եկեղեցի, որպես ազգային հանրույթ, մեր հազարավոր տարիների պատմությունից ինչեր ենք տեսել, ինչ ենք նվաճել, ինչ ենք գործրել եւ ելի այդ հարվածներից հետո մենք վերադարձել ենք։ Դրա համար առանց շատ գեղաբաշտ լինելու ռոմանտիկ գնահատելով գաղափարը կոնկրետ գիրառական նաեւ ծրագրերը ռեսուրսների ճիշտ հաշվառմամբ մենք պիտի կարողանանք մեր ժողովրդին բերել դեպի ավելի ինքնավստահ եւ իրավունքի եւ Հայաստանագենտրոն քաղաքականության իման վրա նորապեր։ Վերջում ուզում եմ խոսենք այսօր ամենաակտուալ հարցի մասին, հայ ժողովրդի համար թերևս ամենակարևոր հարցի մասին, եկեղեցու մասին։
Եկեք չբացեմ հարցը, պարզ է ձեզ։ Ինչ է կատարվում։ Եկեղեցին այդ ազգային նաև համաշխարհային դոստուպ նախամատույց ունեցող հաստատություններից է, որը ունի իր առաքելությունը, որը ներկայացնում է հայոց ինքնությունը եւ որը նաև ոչ միայն հոգեվոր խորք ունի եւ գոչում, այլ նաև ազգի անունից է խոսում ամենադարբեր հարցերի վերաբերյալ, ազգի հարց, սահմաններ, պատմական ժառանգություն, հայրենազգման ցեղասպանության ճանաչում, Արցախ եւ այլն։ Ցավոք սրտի նախկին դեմոկրատները, որ հիմա դարձել են բռնաբեդության, չգիտեմ, բադանտներ, իրենք չեն հանդուրժում իրենցից դարբերվող իմ կարծիքով տեսակետներ, որ կարող են նեղացնել իրենց պարտներներին, որոնք գտնվում են հարևան պետություններում, արդեն մեր հայրենազրկումը ցեղասպանությունը կատարած պետություններում։ Հիմա թե դա հրահանգ է, թե դա միայն լավ հարաբերություն է, թե իշխանություն բահելու միակ եղանակը, դա արդեն ես չեմ ուզում բնթել կամ մեկը կամ մյուսը, բայց եկեղեցին իր ղեկավարներով հանդերձ, կաթողիկոսով հանդերձ ներկայացրել է ավանդական ինքնություն, արժեքներ եւ տեսակետներ եւ դա անհանդուրժելի է եղել։ Իհարկե եկեղեցին ունի իր ներքին խնդիրները։ Իհարկե մեր եկեղեցին Հայաստանյաց եկեղեցին, որը ոչ միայն Հայաստանի ամբողջ աշխարհի հայության ներկայացուցիչն է, ինքը բարեփոխման, արդիականացման, հաշվետվողականության խնդիր ունի, բայց դա իր ներքին բնականon, կանոնադրական, այսպես ուղենիշներով պետք է տեղի ունենա։ Եվ ոչ թե աշխարհիկ ղեկավարությունը ամագուսակցական շրջապատով փորձի իրենց նաև քաղաքական նպատակների համար, հատվածական նպատակների համար որոշել թե ով պետք է լինի կաթողիկոս, ով պետք է լինի սրբազան, ով պետք է դա պատարակ, եկեղեցի մտնել, չմտնել, բացել եւ պատահական չէ, որ դրանից հետո մի քանի օր առաջ վստահ որ դուք կարդացիք Թուրքիայի նախագահ արդեն մտածում է, խոսում է թե ով պետք է նշանակի հաջորդ կաթողիկոսը եւ ուրեմն ունենք այստեղ աշխարհիկ ղեկավարություն, որ փոքրիկ բռնաբեդիկ է, որ ինքը կուզե որոշել իրեն համար հարմար կաթողիկոս, թե ինքը մտածում է, որ իհարկե պետք է եկեղեցին տարանջատ լինի պետությունից, բայց վաղը մյուս օր եթե այսպես շարունակվի ոչ թե հայոց նախագահ կամ վարչապետը, այլ Թուրքիայի ղեկավարը կարող է իր տեսակետը հայտնի եւ իր մարդը ունենալ։ Սա ասում եմ ոչ թե վախեցնելու կամ սպառնալու, ես ուղղակի ձեր նման լրահոսին հետևում եմ եւ ես հասկանում եմ, որ այս ընթացքը, որի մեջ մտել է այս գործող իշխանությունը, իր իսկ երդման հակառակ, իր իսկ ուխտը դրժելով, սա մեզ բերելու է շատ վատ վիճակի։ Մենք արդեն տեսնում ենք, թե հասարակական բարակվածությունը վերացումը ինչ վիճակի է, սա ավելի է խորացնում դա եւ ես ցավում եմ, որ այն մարդիկ, ովքեր միգուցե հիմնավոր քննադատել նախորդ իշխանություններին, որ սա արեցին, որ փորձեցին եկեղեցու վրա ազդել կամ հակառակը, հիմա իրենք են անում ամենաբրի, ամենագոբիտ, ամենագոշտ եւ ամենաանընդունելի եղանակով։ Եվ առաջին եւ գուցե հետեւյալն ասել, ամեն մեկը թող իր անձնական կյանքը ինքը կարգավորի, եթե ապաշխարելու խնդիր ունի հոգևոր ղեկավար առաջնորդը, եթե ես ունեմ իմ բազմաթիվ արաբների եւ մեղքերի մեջ խնդիր եւ ես ապաշխարելու խնդիր ունեմ, դա իմ խնդիրն է, որ պիտի կարգավորեմ։ Ոչ թե պիտի ինչ-որ մի գուսակցաբեդ կա եւ որ ասի որ դու այդպես պիտի անես, թող ինքը արդեն իր անգողնի մասին, իր դան մասին, իր գուսակցության մասին մտածի, իր հարցերը լուծի։ Խոսում եմ անհատի մասին, խոսում եմ գուսակցության մասին, ուզեմ ասել, որ այդ ինչ հիման վրա ես, դու պահանջ ներկայացնում ես կաթողիկոսի։ Ասում եք գուսակրոնության ուխտն է խախտել։ Նախ դա իր խնդիրը չէ, որ ինքը դատավորը չէ դրա նախ։ Դրա դատավոր մարմիններ կան վստահաբար, դա իմ խնդիրը չէ։ Եվ երկրորդը դա նույնն է, ինչ որ մեկը իրեն
այսինքն իր երթման ուխտերի մասին ասել, որ դու սա չես արել։ Դա ինքը մտել այնպիսի թաշտ, որ իրեն չի պատկանում, ինքը դա անում է իշխանությունը պահպանելու կուսակցական հսկողության խորացման նպատակով, մեր ազգային եկեղեցին ենթարկեցնելու հեռանկարով եւ այն ինչ որ օդար գայսրություններ, իշխանություններ, հերոսակախումբեր դարերի ընթացքում չեն կարողացել անել։ Մեր ամբողջ հայդարակ ողբերգականությունը այն է, որ հայի ձեռքով ուզում են զորքով ազգային անվտանգության ծառայության մտնել մայրաթոր էջմիածին։ Եվ այստեղ ոչ միայն իշխանության դատաբարդումը պետք է գնա, ոչ միայն եկեղեցու բարեփոխումը, բայց նաև շատ սուր հայացքին նետենք մեր պետական մարմինների վրա, ազգային անվտանգության ծառայությունը, այդ մյուս հատուկ ծառայությունները, դրանք մի հոգու ենթակա այսպես մարմիններ են, որոնք անիրավ, անարդար, անօրեն հրամանները կատարում են առանց որևէ հարցականի կամ կասկածի կամ թեկուզ հրաժարականի։ Ես ուղղակի մեծ ցավ եմ ապրում, որ այս մեր մեծ բարդությունը ապրող ժողովուրդը եւ պետությունը փոխանակ մտածի իր անվտանգության, ամբողջականության մասին, իր արտաքին անվտանգության մասին։ Այս մեր ազգային մեր տղաները, ազգային այսպես անվտանգության ծառայությունները, իրենք ուղեկցում են, չգիտեմ, այս կամ այն սրբազանին, որ ինքը զորով մտնի էջմիածին։ Սա ուղղակի հեգնանք է պետական մտածողության եւ վերադառնում ենք առաջի հարցին եւ միգուցե սրանով մենք ամփոփում ենք, բայց պետություն ունենք թե չունենք, արդյոք պետություն է, արդյոք Հայաստանի Հանրապետություն է, երբ որ մեր ազգային անվտանգության ծառայությունը օգտագործվում է եւ հլու հնազանդ ենթարկվում է այդ գործառույթը իրականացնելու համար եւ ոչ թե մեր բոլորիս ապահովությունը, անվտանգությունը, մեր սահմանների անարդյունությունը, մեր իրավունքները ապահովելու համար։ Սա մեծ հարցական է, ապական մեր ձեռքում է, կարող է այս կողմ գնա, կարող այն կողմ գնա եւ ես հայտ հույս ունեմ, որ այդ դրոշակը, որ մինչեւ հիմա ծածանում է Մագիշենքի առջեւ, չմնա որպես գդոր, այն ներկայացնենք իրապես կայացած մի պետություն, մենք տեսնենք այդ պետության կայացումը մինչև այն ժառանգեք մեր երեխաներին եւ թորնիկներին։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք այս հաղորդումը դիտում եք YouTube սոցիալական ցանցի միջոցով, ապա խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի ել ավելի հետաքրքիր ոդքասթներ մենք ներկայացնենք ձեր ուշադրությանը, իսկ այսօր մեր տաղավարում հյուրընկալել էինք Ժառանգություն կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար պարոն Ռաֆի Հովհաննիսյանին։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ հուսանք, որ պարոն Հովհաննիսյանը էլի կգա մեզ հյուր եւ ընտրություններին որպես տեխնացու արդեն։ Ձեր ուշադրության եւ համբերության եւ նվիրման համար շնորհակալություն։ Կհանդիպենք։